Սիրելի հայրենակիցներ, հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այսինքն այս բյուջեն այս կառավարության վերջին բյուջեն է, որ ներկայացում է ազգային ժողովում։ Այլևս արձանագրված փաստ է սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող առանցքային խոստումներ կատարված չեն, բայց երկար քննարկում ենք, դեռ դրան անդրադարձ չկա, բացատրություն չկա, հակառակը ներկայացնում են, որ իրավիճակը այնքան լավ է, մաքսիմալ լավ է, որ դրանից մի քիչ էլ եթե լավ լինի, փորձանքի կգանք։ Սոցիալական խոստումները վերաբերում են կենսաթոշակառուներին, նպաստառուներին, աշխատող աղքատներին, որոնց թիվի դեպ աշխատողների մեջ գրեթե 25% է, նաև աղքատներին եւ ծայրահեղ աղքատներին։ Գալով իշխանության խոստումներին ասեմ, որ խոստացել էին աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, ի վերջո համատարած երջանկություն եւ այլ հեքիաթներ։ Սա ասել էին գալով իշխանության։ Իսկ կառավարության ծրագրի այս վերջին 21-26 թվականների ծրագրով էլ խոստացել էին շատ պարզ, չափելի բաներ, որ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա բարենային զամբյուղի արժեքին հավասար, միջին կենսաթոշակի չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար։ Պարոն Թորոսյան, որ գաք կասեք նաև, որ նվազագույն աշխատավարձը պետք է դարձնեիք 85,000 դրամ։ Նախ արձանագրենք 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 2025 թվականի առաջին եռամսյակում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը աճել է շուրջ 17,000 դրամով։ Իհարկե մի քանի ամիս առաջ ավելի շատ էր աճը, բայց այսօր հարցրեցի կենտրոնական բանկի նախագահան, խեղճ մարդը չկարողացավ պատասխանել, ասես խորհրդակցեմ կպատասխանեմ, այդ ոնց է գներն աճում են, բայց նվազագույն զամբյուղի արժեքը նվազում է, բայց եւ այնպես նկարած վիճակագրությամբ աճը 17,000։ Կենսաթոշակի միջին ամսական չափը ձեր իշխանության օրոք աճել է 9,000 դրամով։ Անապահովության մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը 3-4,000 դրամով։ Իդեպ պետական պարտքից եք խոսում, ավելի քան դոլարային արտահայտությամբ կրկնապատկվել է 7 միլիարդով աճելով, այսինքն նախորդ 7 տարիներին ձեր օրոք պետական պարտքը ավելի արագ է աճել, քան տնտեսությունն է աճել, տարեկան շուրջ 1 միլիարդ դոլարով, իսկ բնակչության շուրջ 40% կազմող սոցիալական խմբերի անձանց կյանքը շարունակաբար վատացել է, որովհետև քիչ առաջ էլ ասեցի 17,000 դրամ մեկ անձի կյանքն է թանկացել, իսկ ձեր բարձրացրած թվերն էլ դրանից պատիկներով ավելի ցածր են։ Աղքատության մակարդակ։ Ուրեմն 2023 թվականի մինչև երեք այս ցուցանիշներ 23.5% էր, որը ավելին էր, քան 2018 թվականի ցուցանիշը 1%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.1% էր, որովհետև եւ դա էլ ավել էր 18-ի համեմատ 1%-ային կետով։ Այս հնչեցրել է մի քանի օր առաջ, կարծեմ պարոն վարչապետ դուք էլ եք այստեղ, եւ չգիտես ոնց մեկ էլ վիճակագրության կոմիտեն հանկարծ հրապարակում է 2024 թվականի թվերը, ինչպես ասում են հարևան երկրում ափալ-թափալ, եւ մի հատ փոքր տառերով այստեղ գրում է. այս ցուցանիշները ճշգրտվել են, այսինքն մեթոդական իմաստով կա փոփոխություն, եւ ամենակարևորը, շատ փոքր է, աչքս չի տեսնում, բայց դեռ կարում եմ կարդամ։ Ասում է ամենակարևորը այս ցուցանիշը, որ արդեն վկայակոչել եք եւ արդեն նաև պետական մարմինները սրա մասին խոսել են, ասում է նույն վիճակագրության կոմիտեն, համադրելի չէ նախորդ տարիների ցուցանիշներին, անհրաժեշտ է վերահաշվել, բայց պարոն Թորոսյանը իրեն հատուկ ձևով շտապել է իր Facebook-յան էջում մեծ տառերով արդեն գրել է, որ 2%-ային կետով նվազել է, պարոն Թորոսյան, կարող է 2 չի 6 է, ինչ եք շտապում, հլա ամփեր եք, կարող է 16 է, կարող է աղքատությունը վերացել է, ինչ եք շտապում, ինչի եք ոչ համադրելի ցուցանիշներ իրար համադրում, ժողովրդին ձեր սիրած մանիպուլյացիայի ենթարկում։ Հիմա 2025 թվականի առաջի կիսամյակում կենսաթոշակի միջին ամսական չափը 49,000 դրամ էր։ Եվ մնացած ցուցանիշներն եթե բացեք, այսպիսի եզրահանգման պետք է հանգեք։ Ձեր խոստումը կատարելու համար
Այս կառավարությունը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պիտի բարձրացնի 30-35,000 դրամով, նվազագույն կենսաթոշակի չափը 7-8,000 դրամով, որովհետև պարենային զամբյուղի արժեքը 44,000-ից ավել է, իսկ նվազագույն աշխատավարձն 75,000-ից պիտի 10,000 պլյուս անեք, որ ստանաք ձեր կոստացած 85,000-ը, չեք անում, որովհետև բյուջեում նման 26 թվականի բյուջեում նման ձևակերպումներ ամրագրված չեն, պարոն Թունյան, ուշադիր նայում եք, լավ ձեզ էլ անդրադառնամ, դուք ամեն տարի գալիս էիք, այս մի քանի տարի եւ մեկ էլ Ամերիկայում հիմիկված դեսպան նախորդ սոցիալ-նախարար ինձ ասում եք, հուսադրում, ասում եք միշտ ապի, դեռ տարի կա, դեռ 3 տարի կա, դեռ 2 տարի կա, դեռ 1 տարի կա, մենք կանադառնանք, մեր խոստումները կանենք, այն հայտնի անեկդոտում, պատը պրծավ, ձեր խոստումը չեք կարել, հիմա եկեք ասեք ինչու, հիմա գանք ուրեմն ժողովրդագրական ցուցանիշներին, անցած օրը մանրամասն ներկայացրել եմ, ուղղակի մի քիչ շեղվեցի բուն նյութից, ժամանակս լրացավ, բայց հակիրճ ձևակերպումը հետևյալն է, մանավանդ նախորդ 7 ամիսներին էական վատացում կա ժողովրդագրական ցուցանիշների, եւ դրա պատճառը հիմնական մեկն է, հակասոցիալական քաղաքականությունը, պարոն Թորոսյան, որը դուք ժառանգել եք եւ շատ այսպես ակտիվ կերպով շարունակում եք, որովհետեւ դրա հետևանքով նվազում են ծնունդները, ամուսնալուծությունները ավելանում են, ամուսնությունների թիվը կրճատվում է եւ նախորդ ձեր պաշտոնից եկած, այս էլ կարեւոր է, օրինակ 0-4 տարեկան երեխաների ցավոք սրտի մահացության դեպքերի էական աճ է գրանցվել, այստեղ ես հանել եմ վիճակագրությունը 10%, այս տարվա ուրեմն 9 ամիսները նախորդ տարվա 9 ամիսներին համեմատ։ Այո, արտագաղթել կա 5210 անձով ավելի շատ մարդ փաստաթղթերով այս տարվա 9 ամիսներին ավելի շատ գնացել է Հայաստանից, քան եկել է Հայաստան։ Հիմա ուրեմն ասում եք տնտեսական խոստումները, առնվազն 7%-անոց տնտեսական աճ, տնտեսական կառուցվածքի բարելավում, արտաքին տնտեսական կախվածության թուլացում, դիվերսիֆիկացիա ու էլի լիքը սենց սիրուն բաներ։ Հիմա ասում եք 7%-անոց տնտեսական աճը կա, եկել ենք կա, բայց չեք ասում մի պարզ բան, հիմա դրա որ մասն է այդ միջին տնտեսական աճի ձեր շնորհիվ եւ որ մասն է արտաքին գործոնի, որովհետեւ ակնհայտ է, որ այս ժամանակահատվածի ուղիղ կեսում բարձր երկնիշից բարձր տնտեսական աճերը արտաքին գործոնի արդյունքում են եւ եթե դուք չլինեիք իշխանության եւ ցանկացած այլ պարագայում այդ աճերը կլինեն, բայց օրինակ նույն ձևով երբ որ կոവിഡ് համավարակը պարոն Թորոսյան ստիպված էլի ձեզ եմ դիմում կոവിഡ് համավարակի հետևանքները հիշում եք այդ ամբողջական տոտալ ձախողումը եւ բացի առողջապահությունից նաեւ տնտեսական հետևանքները, այդ էլասիկ մենք ինչ անենք, կոവിഡ്ը համաշխարհային ճգնաժամ է եւ մենք բայց չասեցիք, բա ինչի՞ է մեր երկրում երկու անգամ ավել, մինչեւ պատերազմը, օրինակ մինչեւ սեպտեմբերը 20 թվականի, ինչա երկու անգամ ավել տնտեսությունը կրճատվում, քան միջին տարածաշրջանն է, այսինքն երբ որ լավ է, այդ դուք եք արտաքին գործոնը, հենց լավ չի, պարոն Թորոսյան, ասում եք, մենք ինչ անենք, սա միջազգային միտում է, հետո ջղայնանում եք, որ հարցեր են լինում ձեզ, հիմի չգիտեմ ձեր ջղայնությունը այդ մասով անցավ, թե չէ, են քրեական գործերից էլ, եթե հարմար լինի ասեք, ինչ եղավ այդ կոവിഡ്ի հետևանքների հաղթահարման ձեր մասը։ Տնտեսական կառուցվածք, ասում եք բարելավենք, իրական հատվածի առաջանցիկ զարգացման փոխարեն ավելանում են խնդիրներ, օրինակ գյուղատնտեսությունը պատկերավոր ասած ձեր իշխանության օրոք ազատ անկման մեջ է իրականում, իր խորացող խնդիրներով, դա մենք տեսնում ենք նաև երբ որ այցելում ենք կոնկրետ մարզեր, գյուղական բնակավայրեր։ Այս տարի արդյունաբերության, որ անցած տարի ձեզ փրկեց ռուսական ոսկու վերարտահանումը արդյունաբերության այդ աճի իմաստով, այս տարի էդի չկա, արդյունաբերության ոլորտը հունվար-սեպտեմբերին կրճատվել է 6%-ով։ Արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիա, թեկուզ ռազմավարական գործընկեր երկիր է Ռուսաստանը, բայց ես շատ դժգոհ եմ եւ ընդհանրապես շատերն են դժգոհ, որ այդ մի երկրից տնտեսական կախվածությունը աննախադեպ բառը սիրում եք, այստեղ շատ տեղին ասեք, աննախադեպ աճել է։ Հասել է ուրեմն տեսեք,
2024 թվականին թռիչքաձև աճելով 57% նախորդ տարվա համեմատ դարել է 41,1%։ Իսկ օրինակ Եվրամիության հետ որ ուզում ենք ինտեգրվենք, այս էլ նվազելով դարել է տեսակարարկշիռը 7%։ Ներողություն ավարտում եմ։ Օտարերկրյա միլիարդավոր ներդրումներ չկա, Վահան Քերոբյանի ականջը կանչի, շատ խոստացավ, հակառակը կա կապիտալի փախուստ, դա ամրագրված է 2024 թվականի վիճակագրությամբ, հարկատուն հերոսա կեղեքում եք, ժամանակս չէ իքեց ասեմ ինչու եւ ոնց, եւ ընդհանուր առմամբ եկամուտների արդար բաշխումից եք խոսում, բայց իրականությունը բոլորովին այլ է եւ ըստ էության սոցիալական խնդիրները ցավոք սրտի ձեր իշխանության օրոք գնալով ավելացել են, քան լուծվել։